Ողջունում եմ բոլորիդ, ես Նարեկն եմ, այսօր կզրուցեմ այն թեմայի շուրջ, թե ինչի առհասարակ ֆիթնես մարզիչների կարծիքները շատ հաճախ տարբերվում միմյանցից, ու գլոբալ առումով այո, ընդհանրություններ շատ կան, բայց նաև կարելի է գտնել շատ տարբերություններ։ Իդեպ ասեմ, որ նախապես չեմ պատրաստվել, մի փոքր սպոնտանն է վիդեոն ստացվել, բայց կփորձեմ, ավելի ճիշտ եթե զգամ, որ կոնե 60-70%-ով ստացվել է, ուրեմն դուք արդեն տեսնում եք այդ վիդեոն։ Նախ առաջինը երևի թե կշեշտեմ այն հանգամանքը, որը որ մտածում եմ, որ դա երևի թե ինֆորմացիայի աղբյուրն է։ Այսինքն տարբեր մարդիկ, մենք բոլորս ինչ-որ մի կետից բնականաբար նույն կետով չենք սկսել, ու մարզիչների գերակշռող մեծամասնությունը, առհասարակ ամենայն դեպս արդեն իսկ գործող ու այն մարդկանց, ովքեր որ մի քանի տարի վերջի 10 տարին համենայն դեպս կամ վերջին 5 տարին գործունեության մեջ են, իրանք ինչ-որ սպորտային բնագավառից են եկել ու դա իրանց համար հիմք է հանդիսացել, որովհետև ում հետ որ ես առհասարակ շփվում եմ, զրուցում եմ, ծանոթ եմ, բոլորն էլ ինչ-որ մի սպորտացևից եկել են ու մեծամասնությունը, լավ չասեմ բոլորը, որովհետև կարող է շատ սխալվեմ, մեծամասնությունը ինչ-որ սպորտացևից ու այդտեղից ձևավորված ինչ-որ ստերեոտիպեր կա, որը որ նաև ազդել է իմ հենց սկզբնական գործունեության վրա, այսինքն շատ ընդհանրություններ ես բան գալի, շատ ընդհանրություններ ես տանում, զուգահեռներ ես տանում այդ երկու մասնագիտությունների, պրակտիկի դրանք տարբեր մասնագիտությունների միջև որ աստիճանաբար սկսում ես կրթություն ստանալ, սկսում ես ավելի գրագետ դառնալ, շատը երևի թե հենց աղբյուրն է գալիս, այսինքն որ աղբյուրից ենք ստացել մեր նախնական ինֆորմացիան։ Օրինակ ես ինքս առհասարակ ինքնակրթությամբ եմ զբաղվել վերջին 6 տարիները, շատ պլոտնի գրաֆիկով, այսպես ասեմ, ինքնակրթությամբ եմ զբաղվել, այո, ես ավարտել եմ ֆիզկուլտ ինստիտուտը, համալսարանը եւ այլն, բայց եկեք անկեղծ լինենք, ես իմ գրագիտությունը, ինչին որ հիմա տիրապետում եմ, ես ստացել եմ սոցցանցերից, այսինքն սկզբնական էտապում փորձել ես լսել հնարավոր ու անհնար բոլորին, ինչը որ քո մոտ մեծ քաոս է առաջացնում, մեծ կաշա, այսինքն ամեն մեկ ինչ-որ մի բան է ասում ու ամեն մեկը ինչ-որ շատ հիմնավորված կերպով է ամեն ինչն ասում։ Թերևս իմ ինֆորմացիան դեռ շատ, այսպես, եթե նույնիսկ ասեմ 5-6 տարի ես ինքնակրթությամբ եմ զբաղվում տվյալ բնագավառում, բայց առհասարակ ես ուժային մարզումներով սկսել եմ հետաքրքրվել դեռ շատ ավելի, այսպես ասեմ, 2012-13 թվականից, երբ որ ես հենց պրոֆեսիոնալ սպորտում էի, այսպես ասեմ։ Այսինքն եւ հանդես էի գալի որպես մարզիկ եւ որպես մարզիչ։ Այդ этаպում ինձ շատ հետաքրքրել է ուժային մարզումների ոլորտը, որովհետեւ մենք միշտ հայկական իրականության մեջ փաստացի այդ этаպում շատ ցավալի իրականություն ունենք, որ մենք որպես այդպեսին ուժային մարզումների մարզիչ չունենք։ Ու դա մեծ բաց էր, որովհետև մենք գնում էինք արտերկիր, այլ երկրների մարզիկների հետ մրցելուց, մենք հասկանում էինք, որ ուղղակի նույն քաշային կատեգորիայում, երբ որ ինչ-որ մեկի հետ մրցում էիր, մենամարտի ժամանակ դու զգում էիր, որ ինքը մի քանի անգամ գերազանցում է քեզ ֆիզիկապես։ Այսինքն շատ մեծ ուշադրություն էր դարձվում այլ երկրների մարզիկների ֆիզիկական պատրաստվածությանը, որը որ մեր մոտ մեծ բաց էր։ Ու դա իմ մոտ մի տեսակ պատվախնդրություն երևի թե արտնացրեց, ինքս ուսումնասիրեմ, հասկանամ թե ինչ է պետք, որովհետև այդ ժամանակ դեռ հետ ենք գնում մոտ 12-13 տարի առաջ, այդքան ինֆորմացիա չկար, հաստատ այդ ինֆորմացիան մենք չունեինք։ Ու ինչ որ ինտերնետային սոցհարթակներից, ինչ որ հիշում եմ այն ժամանակ մենք գնացինք սպորտային, այստեղ մենք ունեինք բժիշկ, իրա մոտ ինչ-որ պես պատառիկ ինֆորմացիա, գրականություն փորձեցինք հասկանալ, ստանալ, որպեսզի իմանանք ինչ մեթոդով է պետք մարզվել ուժային առհասարակ դիմացկունություն բարձրացնելու համար ուժային, որպեսզի մեր ֆունկցիոնալը նախ չընկնի ու պլյուս կարողանանք նաև ուժային որակները բարձրացնենք։ Ու այդ этаպից ինձ ահավոր հետաքրքիր էր, որովհետև այդտեղ կար մեծ բաց, անկեղծ։ Տեխնիկապես, մարտական ոգի եւ այլն այդ բոլոր ասպեկտներով մենք գրեթե ոչ մեկին չէինք զիջում, բայց ուժային գիտելիքներով, ուժային ոլորտի գիտելիքներով, ֆիզպադգատովկի հենց գիտելիքներով շատ էինք զիջում ու
իմ համար որ ահավոր հետաքրքիր էր, թե ինչի այդքան տարիներ շարունակ միշտ այդ ստերեոտիպը կար, որ եթե դու շատ ուժային ես անում, դու դառնում ես դանդաղ, դու դառնում ես ինչ, ու ես տեսնելով արդեն իսկ երբ որ ես միջազգային մրցումներում էի հանդես գալի, այո, ես շատ մեծ փորձառություն չեմ ունեցել, մոտ երևի թե 5-6 մրցման եմ մասնակցել միջազգային Եվրոպայի առաջնության, Կովկասի առաջնության, աշխարհի առաջնության, ցավոք ես պրիզավոյ տեղեր, առաջի տեղեր չեմ գրավել, չեմ կարող դրանով գլուխ գովամ, բայց նաև դրա պատճառներից մեկն էր, որ իմ մարզման էտապում, այո, հենց այդ նմանատիպ լիքը բացեր կար։ Ես մարզվում էի, կարելի ասել, առանց մարզիչ, մի խոսքով, պես ցավալի չներկայացնեմ այդ ճանապարհը, ամեն ինչ օրինաչափ էր։ Ինչին որ այդ էտապում ես արժանի էի, դրան արժանանում էի։ Որևէ խնդիր ես չեմ տեսնում դրա մեջ, բայց ունեցել եմ փորձառություն, նաև ասենք հասել եմ միջև այն մակարդակ որակ, Պարկաստու հանդես եմ եկել հավաքականի կազմում նաև միջազգային աշխարհ, Եվրոպա, Կովկաս մրցաշարերի ու այդտեղ ինձ ամենաշատը հենց գրավում էր այդ պահը, որ չափազանց ուժային, այսինքն տեխնիկական մասը մի կողմ դրած ուժային առումով շատ էին գերազանցում։ Այդ մեկ, այսինքն այս ամբողջ այս պատմությունը զուտ նրա համար էր, որպեսզի հասկանաք կոնկրետ իմ հիմնական մոտիվացիան որն է եղել, սկսել ուսումնասիրել, հետո ծավալվել արդեն այդ կողմ եւ այդ ամեն ինչից հետո արդեն վերջի 6 տարին կարելի ասել ֆիթնեսի մեջ եմ, ֆիթնես, ուժային մարզումներ, փորձում եմ օգնել մարդկանց հենց սպորտային ոլորտում հասնել ինչ որ որակների ուժային տվյալներով ու սկսում է աստիճանաբար ստացվել։ Ֆիթնեսը բավականին արդեն մակարդակի վրա եմ գտնվում, որ կարող եմ ասեմ ես դեպի պրոֆեսիոնալիզմ եմ գնում, շատ անպագորգոր խոսքեր չասեմ, որ արդեն ես պրոֆեսիոնալ եմ, ես մի անգամ առիթ ունեցել եմ ասեմ, ես երբ ինձ պրոֆեսիոնալ կհամարեմ, երբ որ օրինակ իմ տված արդյունքներ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ իմ մոտ են մարզվում, կունենան իրանք ինչ-որ արդյունքներ, անկախ նրանից, չգիտեմ, բեմի վրա կունենան այդ արդյունքները, թե առհասարակ կյանքում ինչ-որ բնագավառում լուրջ փոփոխությունների կկարողանամ այդ մարդկանց բերեմ, կկարողանամ տրանսֆորմացիա անեմ, այսինքն այդ մեծ բագաժի արդյունքում, որովհետև երբ որ ես նայում եմ իրոք պրոֆեսիոնալներին, դեռ այդքան ես ինձ համարձակ չեմ համարում կամ այդքան ինքնավստահ չեմ այս պահին անիմաստ տեղը, որպեսզի ես ասեմ, այո, ես պրոֆեսիոնալ, ես գնում եմ այդ ճանապարհով։ Եվ շատ շատերը հենց նմանատիպ նաև ուղի են ունեցել։ Միգուցե իմ նման, մի քիչ տարբերվող, բայց կան մարդիկ, ովքեր որ հենց կոնկրետ ինչ-որ մարդկանց մոտ են սովորել։ Բնականաբար տարբերվում են շկոլաները։ Այսինքն, երբ որ ես սովորել եմ, կարելի ասել, բոլորից, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ներդրվել եմ այդ ամեն ինչի մեջ, նույնիսկ ասենք սովորել եմ այն մարդկանցից, ովքեր որ ինձ այդ պահին շատ իրական էին թվում, շատ ավելի правдоподобные էին թվում, կներեք այդ ռուսական արտահայտությունների համար կփորձեմ չօգտագործեմ, բայց երևի թե ամբողջովին չեմ կարողանա պարոնել, հրաժարվեմ։ Շատ ինձ իրական էին թվում, իրանց հետ դիսկուսների մեջ, իրանցից ինչ-որ ինֆորմացիաներ, փորձում էի հարցնել ինչ գրականություն կարդամ եւ այլն։ Կարդում էի այդ գրականությունը ընդհանրապես չէի հասկանում։ Միգուցե բաներ կա, որ հիմա էլ չհասկանամ, այսինքն մեկ-մեկ շատ էի խիստ տերմինոլոգիա մտնում, շատ խորացված, բայց իրականում մարշին շատ ավելի այլ բաներ էր, երևի թե որակներ էր պետք, հետո նոր արդեն խորանալ այդ ամեն ինչը։ Մի փոքր ավելի պրիմիտիվից էր սկսել պետք, այդ մարդիկ էլ ինձ խորհուրդ էին տալի շատ ավելի ֆունդամենտալ բաներ, որը որ այդ этаպում ես առհասարակ չունենալով գիտելիքներ, իմ համար բարդություն էր ու նույն խնդիրները երևի թե այն մարդկանց մոտ են, ովքեր որ առհասարակ այս պահին ընդհանուր շուկայում կան ու այն բոլոր նրանք, ովքեր որ շարունակում են ամեն օրվա կտրվածքով աշխատել իրանց վրա, իրանց մոտ դա ըստ երևույթի ստացվում է, այսինքն ստացվում է ինչ-որ մի բան փոխել, ինչ-որ մի բան կարողանում են ձևավորել, դրա արդյունքում կա պրոգրես, այսինքն կան մարդիկ այս առաջի մասի հենց եզրահանգումս կան մարդիկ, ովքեր որ իրանք ինչ-որ ճանապարհ են անցել իմ նման։ Ճիշտ, սխալ, չգիտեմ, ինչ-որ ինտուիտիվ եւ այլն։ Ու աստիճանաբար կրթվելով, ավելի մաքրվելով, ավելի իրանց ինֆորմացիան ֆիլտրելով, եկել են ինչ-որ մի կետի են հասել, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, բայց գնում են այն ճանապարհով, որ այսօր լիքը ինֆորմացիա կա ու արդեն կարողանում են տարանջատել ճիշտը սխալից։
որովհետև մեծ արդեն բագաժ են կուտակել, թեկուզ սխալների, թեկուզ հիմա էլ են սխալվում, բայց արդեն այսօրվա այդ սխալները այն մակարդակի վրա չի, ինչ որ ենթադրենք եղել են օրինակ մի 5 տարի առաջ, 4 տարի առաջ կամ 10 տարի առաջ ինչ որ մեկի մոտ։ Կան մարդիկ, ովքեր որ չգիտեմ, հոգնել են միգուցե սովորելուց կամ ինչ կամ բավարարում է իրանց այդ ամեն ինչը, ինչ որ իրանք գիտեցել են ու մնում են այդ նույն որակների վրա։ Նորմալ է ամեն ինչ, պետք չի փոխել, մարդիկ գոհ են, այն պահանջները, որ իրանց են ներկայացվում, միգուցե իրանք բավարարում են այդ պահանջները, ավելին պետք չի, ավելին ցկտելու կարիք չէ, իրանք էլ չեն ցկտում։ Ես նաև ճանաչում եմ այդ ձևի մարդկանց, ցավոք։ Մարդկային որակների հետ ընդհանրապես կապ չունի, նախապես ասեմ, որ ես ինչ որ մեկին չեմ վիրավորելու, չեմ ասելու ինքը լավն է, ես վատն է, ինչ որ ես պատկերացնում եմ, ինչ որ ես ասում եմ, դա իմ անձնական կարծիքն է այդ ամեն ինչի վերաբերյալ։ Սա երևի թե պատճառներից մեկը, այսինքն որ կան մարդիկ, ովքեր որ շարունակաբար զարգանում են, կան մարդիկ, ովքեր որ ինչ որ մի этап հետո այլևս իրանց չի հետաքրքրում այդ զարգացումը, ընկնել, ման գալ, ինֆորմացիա, այս մեկին հարցնել, այն մեկին հարցնել, ինչ որ նոր գիտելիքներ փնտրել, անատոմիա նորից էլի վերանայել, ուսումնասիրել, բիոխիմիա ուսումնասիրել, ինչ որ գրքեր ճարել, կարդալ, լեկցիաներ լսել, ես ասում եմ, այն ամեն ինչ ինչ որ այս этаպում ես հիմա ամեն օրվա կտրվածքով անում եմ, ամեն օրվա կտրվածքով լսում եմ ինչ որ պատկաստեր, լսում եմ ինչ որ լեկցիաներ, լսում եմ ինչ որ դասախոսություններ, լսում եմ արդեն հայտնի դարձած, արդեն ինչ որ ճանապարհ անցած մարդկանց խորհուրդները, բժիշկների եմ լսում, սպորտային բժիշկների, մարդիկ սպորտսմեններ, մարզիչներ, ովքեր որ հրավիրում են բժիշկների ինչ որ թեմատիկայով զրուցելու, խոսալու, պատկաստեր եւ այլն։ Այդ ամեն ինչը քեզ տալիս է մեծ գիտելիքի պաշար ինֆորմացիա, որը որ հետագայում դու կարողանում ես, այսինքն տարիներ հետո ֆիլտրել, այսինքն այսօրվա դու լսածը միգուցե հենց այսօր դու չես կարողանում շատ այդպես մաքրես, հասկանաս ինչը ոնց, բայց տարիներով երբ որ այդ ամեն ինչը սկսում ես արդեն լսել ու պրակտիկայի հետ համադրել, հասկանում ես քո համար մոտավորապես ճիշտ է, ճշմարտությունը որտեղ է։ Հաջորդը երևի թե սեփական պրակտիկան է, այսինքն երբ որ ես ամեն օրվա կտրվածքով աշխատում եմ X-ին վրա, փորձում եմ սննդակարգ, փորձում եմ ռեժիմ, փորձում եմ պարապմունքներ մարզվել, ինչ որ ծրագրեր փոխել, մեթոդիկաներ փոխել, հասկանալ ուժային պարապմունք, շատ կրկնություններով պարապմունք, այսինքն այն ինչը որ քո սեփական մաշկի վրա ես փորձում, շատ ավելի դու նյութական տակտիլնի ես սկսում զգալ այդ ամեն ինչի էֆեկտիվությունն ու ոչ էֆեկտիվությունը։ Այդ էլ մենք ֆիքսենք ու հասկանանք։ Դա յուրաքանչյուրի արդեն անձնական գործն է։ Այդտեղ ամեն մեկ ընտրում է իր տարբերակը։ Դա արդեն ես ասացի, պրակտիկան։ Երկրորդը կամ երրորդը, չգիտեմ արդեն որերորդն եմ, թվերով երևի չանդրադառնամ։ Հաջորդը երևի ամենաակտուալներից մեկն է, որը ես իմ մոտ համենայնդեպս ինչ որ մի этап փորձել եմ զսպեմ ու շատ լավ եմ արել, որ ես կարողացել եմ այդ ամենայնդեպս այդ կարգավիճակը հաղթարեմ։ Այսինքն երբ որ դու ինչ որ մի փուլում շատ ակտիվ ռոպագանդել ես ինչ որ բաներ, գիտելիք ես տվել մարդկանց, ծրագրեր ես տվել մարդկանց, ինչ որ ինֆորմացիա ես կիսվել, որպես ամենայն ճշմարտություն ես ներկայացրել բաներ, ու հիմա դու ինչ որ դրվագներում պարտավոր ես, ստիպված ես, ավելի ճիշտ ասեմ, ստիպված ես հակասել ինքդ քեզ ու չես ուզում հակասես։ Այսինքն լիքը մարդիկ կա, ովքեր որ արդեն այդ քո տված ինֆորմացիայով իրանք են փոխանցել այդ ինֆորմացիան, իրանք են տվել, էական չի, հետո իրանք ճշմարտությունը ավելի իմացել։ Այստեղ ճշմարտության խնդիր չի, հասկանում, դու չոր մեկին չես խաբել։ Այդ этаպում տվել ես այն ինֆորմացիան, որ իրոք դու ես օգտագործել, դու ես համարել որպես ճշգրիտ։ Բայց օրինակ այն բոլոր այն մարզվողները, ովքեր որ ենթադրենք մի 4-5 տարի առաջ իմ մոտ մարզվել են կամ թեկուզ մի 3 տարի առաջ, այսօր եթե գան մարզվելու, լիքը բաներ իրանք տեսնելու են հակասական։ Ու լինում են այդպես պատահական դեպքեր, երբ որ ենթադրենք ինչ որ մեկը 4 տարի առաջ մարզվել է իմ մոտ, հիմա հետ է գալիս, մարզվում է էլի նորից, ու ինչ որ բաներ կա, ասում է հիշում եմ, այս ձևի էիր ասում, ես առանց ված գալու ասում եմ, չէ, ինչ որ այդ этаպում համենայնդեպս այս վարժության վերաբերյալ ասել եմ, մոռացի։ Որովհետև այն этаպում դա է եղել ակտուալ ինֆորմացիա, ես այդ ինֆորմացիային եմ տիրապետը քեզ տվել եմ, ես ինքս եմ համարել դա ճիշտ, բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ դա այդքան էլ այդպես չի աշխատում, այսինքն չվախենալ, հերքել թեկուզ ինքդ քեզ։ Այո, ժամանակին ասել ես այս բանը, հիմա ասում ես։ Հաջորդը երևի թե քանի մտաբերեցի ասեմ, քանի չեմ մոռացել։
Արդյունքի կարևորությունը, երբ որ դու կարևորում ես արդյունքը քո մարզվողների, օրինակ ես ահա որ կարևորում եմ իմ մարզվողների արդյունքները, իմ համար դա շատ առաջնային պլանում է գտնվում, շատ առաջնային, իմ համար չափազանց կարևոր է, որ իրանք ունենան արդյունք։ Այսինքն, երբ որ դու այդ արդյունքը կարևորում ես ու դու ինչ-որ հետերում սկսում ես հասկանալ, որ այս մարդու մոտ չկա այդ ռեզուլտատը, ինչ-որ դու ես պատկերացնում, դու սկսում ես նայել, սկսում ես նորից վերանայել, սկսում ես նորից մտածել, սկսում ես նորից փորփրել։ Այսինքն նոր ինֆորմացիա ես ման գալ։ Իսկ կան մարդիկ, ովքեր որ դրանով չեն զբաղվում։ Այսինքն իրանց էական չի այդ ամեն ինչը։ Նորից եմ ասում, չեմ կոնկրետացնում ով, ինչ եւ այլն։ Ընդհանուր այդ խնդիրը միանշանակ կա։ Այսինքն կան մարդիկ, ում որ հետաքրքիր չի։ Տվեց վարժությունը, գնա արա խոսքի։ Արեց այս պարապմունքին, ավելի ծանր ստացվեց, ավելի որակով ստացվեց, թե արդեն մի ամիս շարունակ կամ 5 ամիս շարունակ ինքը նույն որակի, նույն սխալներն է թույլ տալի կամ առհասարակ թույլ է չի տալիս, քիչ էլ տեսնում ինչ է թույլ տալի, ինչ թույլ չի տալի, իրան հետաքրքիր չի։ Կարևորը ինքը իր սերվիզը մատուցում է։ Շատ բարեհամբույր գնայես վարժությունն արա, գնային վարժությունն արա։ Այսինքն իրան աբսոլյուտ հետաքրքիր չի։ Կարողանում ես ավելի ծանր անես, ստացվում է ավելին, կամ չգիտեմ, ընդհանրեն քաշը փոխվում է, կամ ավելի հեշտությամբ ես ադապտանում ես ծանրաբեռնվածությանը, կամ ինչի չի աճում, կամ այս խնդիրները մարդիկը իրաց մոտ չի առաջանում։ Այդ հարցադրումները չեն ունենում ընդհանրապես, կամ հատուկ են ինչ-որ 1-2 հաճախորդի վրա են կենտրոնանում ու վсё։ Ինձ չասեմ 100%-ը, բայց այն մարդիկ, ովքեր որ արդեն ժամանակով ապացուցում են, որ իրանք գալու են, իրանք ներդրվելու են, իրանք պատրաստ են անել այն ամեն ինչ որ ես իրանք ասում եմ, ուղղորդում եմ, հորդորում եմ, ես պարտավորված եմ զգում։ Տվյալ մարդկանց նկատմամբ իմ պարտավորվածությունը շատ մեծ է։ Այսինքն եկել եմ արդեն որպեսի քաշ գցի։ Իմ պարտավորությունը շատ մեծ է այդ մարդու նկատմամբ, որպեսզի ինքը կարողանա քաշ գցի։ Ուզում է օրինակի համար 120 կիլո դոշ անի։ Իմ պարտավորվածությունը տվյալ պատասխանատվության հանդեպ, այդ մարդու հանդեպ շատ մեծ է։ Ես պետք է ամեն ինչ անեմ, գտնեմ, որպեսզի իրան անվտանգ ճանապարհով անվնաս հասցնեմ այդ արդյունքին։ Կան մարզիչներ միգուցե որ իրանց այդքան էլ հետաքրքիր չի, այսինքն չես կարողանում անես, դե լավ չես աշխատում, դա քո մեղավորությունն է եւ այլն։ Ես ընդունում եմ, որ նաեւ կա այդ ֆակտորը։ Միանշանակ կա նաեւ այդ ֆակտորը, այնպես չի որ կարող ենք բացառենք ընդհանրապես, ասենք չէ, մենակ մարզիչը կախված, չէ, շատ բան է մարզվողից կախված, բայց այն ինչ որ առաջնային քեզից է կախված, դու դա պիտի անես։ Այսինքն արդյունքի կարևորությունը դա է բերում տարբերություններ։ Մեկի մոտ էսպես, մյուսի մոտ այնպես։ Այսինքն որ կարող ես դու պայտակ ինչ-որ մի բան փոխես, ծրագիր, հասկացաք։ Իսկ մյուսը ենթադրենք ասի, այն ուրիշ տեղից եկել եմ մարզվելու, քո մոտ, ուրիշի մոտ եմ մարզվել, հիմա քո մոտ եմ մարզվում, դու ինչ-որ բաներ ես ասում իրան, ասում է ես այդպես արել եմ երկար ժամանակ, փորձում եք անել, զգում ես որ ինչ-որ մի этап 2-3 ամիս այդ մարդու մոտ բան չի փոխվում, ու փոխում ես ինչ-որ ծրագիր ես փոխում, մոտեցում ես փոխում, ուժային ցիկլեր ես տալիս իրան, ինչ-որ միկրո մակրո ցիկլեր ես նստում, գրում, ջնջում, օրինակ ես ունեմ տետր, որտեղ ես նստում եմ, այսինքն հատ ծրագրեր եմ գրում, մշակում, հատկապես նաև այն մարդկանց արդեն մասով, ովքեր որ ինչ-որ մի этап ենթարենք մի 3 տարի, 2 տարի արդեն մարզվում են իրանք, ինչ-որ մի этапի եկել են ու վсё սկսել են արդեն կանգնել արդյունքները։ Իմ համար դա սպորտային ինտերես է, այդ սպորտից եկած է, որտեղ սպորտում առհասարակ ուղակի զբաղվել այնտեղ չկար։ Այնտեղ կար կոնկրետ արդյունք, այսինքն եկավ սանը, ինքը պետք է ունենա արդյունք։ Հա, լինում են դեպքեր, ովքեր որ գալիս են, դու հասկանում ես իրանից որևէ բան ակնկալել պետք չի առհասարակ, բայց գերակշռող մեծամասնության հարցում դու ինչ-որ արդյունք ես ակնկալում։ Ու այդ արդյունքը նույնիսկ ակնկալում ես այն մարդկանցից, որը միգուցե նաև չպետք է ակնկալես։ Հա, այսինքն կան նաև ակնհայտ դեպքեր, որ պետք չի շատ ֆիքսվել, բայց չէ, դու բաներ արդեն խարակտեր ձևավորում։ Հիմա նույնը էստեղ է։ Ինձ հետաքրքիր է այդ արդյունքը։ Հաջորդը երևի մրցակցությունը все-таки։ Այսինքն ամեն մեկը ինչ որ կերպով փորձում է ավելի ճշմարիտ թվալ։ Շատ ավելի։ Այսինքն հիմա ես համացանց օրինակ թերթեմ, Instagram, TikTok, չգիտեմ, YouTube-ը այդքան բան չեմ անում, երևի թե այդ համեմատության մեջ չեմ դիտարկում, այդտեղ մի քիչ ավելի արտասահմանյան շուկան է, բայց կոնկրետ եթե մեր մոտ, դեռ չասեմ SNG-ի այդ ամբողջ տարածքը մի խոսքով, սա ինչ որ մեկը մեկին բան են անում, կամ կովաբանում են, ճիշտ ասած կամ չէ, գերակշռող մեծամասնությունը ինքը իր ճշմարտությունն է փորձում ներկայացնել։
գլոբալ առումով, այո, ես վստահ եմ, որ բոլորն էլ ուզում են, որ արդյունք լինի, բայց բոլորը չի, որ դրա շուրջ իրոք լուրջ աշխատում են։ Իսկ այդ մրցակցությունը բերում է նրան, որ ինչ-որ մարդիկ գտնում են ճանապարհներ շատ ավելի ճշմարտացի երևալու, այսինքն մյուսի նկատմամբ։ Օրինակ ես վստահ եմ, որ իմ շատ վիդեոներ մարդիկ նայելուց այնքան վստահությամբ չեն ներշնչվում, ինչքան որ օրինակ կարող են ինչ-որ տարբեր այլ մարդկանց վիդեոներ նայելուց շատ ավելի պրավդապադոբնի է հնչում, շատ ավելի են կարողանում ներկայացնել, քան ես։ Իմ մոտ այդ խնդիրը միգուցե կա, որ չգիտեմ, ես շատ չեմ կարողանում այդ ներարկեմ այդ միտքը, աշխատում եմ դրա վրա, չի որ ես չեմ ուզում, ես չեմ, այդ չկա այդ իրականությունը, որ ես կանգնեմ ասեմ, ես իշքա ինձ չի հետաքրքրում, ինձ կհավատան թե չէ, ես իրոք ուզում եմ այնպես ներկայացնել իմ ինֆորմացիան, իմ գիտելիքը, որպեսզի մարդիկ հավատան։ Մարդիկ իրոք հավատան ինձ, կան մարզվելու, բնականաբար իմ կարգավիճակը շատ ավելի լավացնելու նպատակով։ Չկա որևէ մեկը, որ ասի չէ, ես չեմ ուզում, բայց դրա համար ես փորձում եմ մաքսիմալ անկեղծ լինեմ։ Այսինքն անկեղծ այնքանով, որ եթե ինչ-որ մի բան ես այդ պահին գտնում եմ, որ ավելին դրա համար անել պետք չի, ավելին, ասեցի ինֆորմացիան, չգիտեմ ինչ անեմ, այսինքն ես իմ տեսակը չպետք է ես ոնց ասեմ, հերքեմ ու իդեպ սրա հետ կապված մի հատ հետարքիր բան ասեմ, որ ենթադրենք դուք վիդեոյում, եթե ինձ ինչպեսին եք տեսնում, եթե դուք գաք մարզասրահ, դուք նույն մարդուն եք տեսնելու։ Ես ունեցել եմ փորձեր, երբ որ ես տեսել եմ ինչ-որ մարդու վիդեոյով, հետո իրականում երբ որ իր հետ ինչ-որ առնչություն եղել է, շփվել եմ, կամ թեկուզ մի քանի բառ կամ 1-2 պարապմունք տեսել ես կամ բան, դու հասկանում ես, որ դրանք տարբեր մարդիկ են։ Ու ես վստահ եմ, որ շատ, այսինքն կա մարդիկ, ում որ ես անձամբ եմ տեսել, կա մարդկանց մասին, կա մարդիկ, ում մասին որ նաև պատմել են։ Հիմա դե ինչքանով է դա ճշմարտացի, ինչքանով չէ, բայց քանի որ կա նաև ինչ-որ օրինակներ, որ անպայման չի վատ օրինակն ասեմ, ես կարող եմ նույնիսկ հակառակն ասեմ, որ տեսել եմ մարդուն ինչ-որ այդքան էլ չեմ հավատացել տվյալ մարդուն, հետո անձամբ շփվել եմ հետ է, ենթադրենք։ Տեսել եմ, որ չէ, ենթադրենք, շատ ավելի հետաքրքիր է այդ մարդը իրական կյանքում, իրական իր մարզումներու process-ում։ Ու կա նաև լիքը հակառակը, որ ուղղակի էկրանի առաջ են շատ ավելի համոզիչ խոսում, էկրանից ենքում այդ մարդիկ չեն ուզում աշխատեն։ Այսինքն ուրիշ մարդու ես տեսնում։ Գնում ես լրիվ ուրիշ մարդ է։ Այսինքն չկա այդ ուշադրությունը, չկա այդ վերաբերմունքը, չկա այն վիդեոյի այն տղեն, որը որ մի քիչ առաջ քեզ ինչ որ բաներ էր պատմում, ներկայացնում ու քեզ թվում է թե հիմա ինքը դա, դա էլ իր պատճառներն ունի։ Կա этаպներ, որ նորից եմ ասում, կան մարդիկ, ովքեր հոգնում են։ Միտքը հասկանում եք, հոգնում են անընդհատ նույնը, անընդհատ այդ փոխվող հաճախորդների պատոկից, կան մարդիկ, ովքեր որ անում են տվյալ գործը, բայց իրենք չեն ուզում անեն այդ գործը, մի խոսքով, այսինքն պատճառներ տարբեր կարող լինի, դա էլ թեկուզ մի փոքր պաշտպանություն որպես մարզիչների։ Այսինքն կա նաև այդ ֆակտորը, բայց կա նաև երկրորդ տարբերակը, որ եթե հանձն ես արել, պիտի անես, պիտի ավելի ազնիվ գտնվես։ Այդ մրցակցությունը, հասկացանք, որ մրցակցության պահը շատ կարևոր է, որ ամեն մեկն ուզում է իր որ իզումինկեն տնի ինչ-որ այդ բանի մեջ, process-ի մեջ, որպեսզի ինքը շատ ավելի իրական թվա, իրական ավելի պրավդապադոբնի, ավելի հետաքրքիր։ Եթե այսքան ինչը որ շեշտեցի, նոր ինչի մասին որ խոսացի, ընդհանուր մի հատ եզրահանգում անեմ, այսինքն տարբերությունները զուտ կայանում են նրանում, երբ որ մարդիկ սեփական փորձով չեն աշխատում, չեն շարունակում, երբ որ պատասխանատվություն չկա, երբ որ կա մրցակցություն, դրա ֆոնի վրա են այդ տարբերությունները, երբ որ չկա կրթվելու շարունակաբար կրթվելու ցանկություն, կա ինֆորմացիա, հերիք հետ ինֆորմացիան, չկա այդ պատասխանատվության զգացողությունը, որ կարևոր են, որ ամեն մեկի արդյունքը, այսինքն եթե չլինի արդյունք, սկսես շարունակել, չէ՞, ինչ-որ փորձել, հետաքրքրվել ավելին։ Եվ երևի թե այսքանով հիմնականում այս պահին ամեն դեպքում կավարտեմ, որովհետեւ չշատախոսեմ, չհոգնեցնեմ։ Եթե կա ինչ-որ կարծիքներ, դուք ձեր կողմից գրեք, ավելացրեք, իսկ ես կփորձեմ շատ ավելի հետաքրքիր ինֆորմատիվ վիդեոներ գցեմ։ Դե ինչ, շնորհակալ եմ, որ հետևեցիք, լսեցիք մինչև վերջ, կհանդիպենք հաջողություն։